Կառավարության նիստում գործադիրը կողմ քվեարկեց Թրիփի համաձայնագրի վավերացման հարցը սահմանադրական դատարան ուղարկելու նախագծին։ Մայր դատարանն է պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի մայր օրենքին։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Ըստ էության մենք Թրիփի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար դեռևս առջևում ունենք եւս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի համաձայնությունը կլինի, բաժնետերերի միջև պայմանագիրը եւ կլինի արդեն Թրիփ զարգացման ընկերություն այդ ձեռնարկության ընկերության կանոնադրությունը մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա։ Անդրադառնալով բուն շրջանակային համաձայնագրին, ուզում եմ նշել, որ համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, պետությունների զարգացումը։ Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի գծով օգնական Հիկմեթ Հաջիևն է կրկին անդրադարձել խաղաղության գործընթացին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման խնդրին։ Նա նորից շեշտադրել է Հայաստանի մայր օրենքից որոշ դրույթների հեռացման անհրաժեշտությունը։ Մենք այժմ ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղությունը այլևս թղթի վրա գրված ինչ-որ խոսքեր կամ հռչակագրեր չեն։ Դա իրականություն է։ Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին հարցն է, սակայն Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք տարածքային պահանջ ենք համարում մեր երկրի նկատմամբ, պաշտոնապես վերացված լինեն նոր սահմանադրության ընդունման, թե իրավական մեկ այլ մեխանիզմի միջոցով։ Հայաստանի եւ Ամերիկայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության օնլայնման հնարավորությունները քննարկվել են Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղարությունում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը անդրադարձել են նաեւ հայկական գյուղատնտեսական արտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորություններին, շուկա մուտքի ընթացակարգերին եւ արտահանման խթանման նախադրյալներին։ Տնտեսագետները սակայն նշում են, որ այս փուլում Միացյալ Նահանգները չի կարող փոխարինել Հայաստանի հիմնական արտահանման ուղղություններից մեկին ռուսական շուկային։ Նրանց խոսքով դրա համար դեռևս բացակայում են անհրաժեշտ լոգիստիկ լուծումները, փոխճանաչված սանիտարական համակարգերը, իսկ որոշ ապրանքների դեպքում փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Հայաստանից 60 անգամ տարածքով շատ գյուղատնտեսական տարածքներ ունեն, սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևէ արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք, երկրորդ քննություն չի կատարում, երկրորդ փորձաքննություն չեն կատարում։ Մեր մոտ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չկան։ Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքուն եւ Երևանը կհամաձայնեցնեն 3+3 հարթակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումներին մասնակցությունը։ Այս մասին ճապազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ 3 գումարած 3 հարթակի փորձագիտական առաջին նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն կողմ են հանդես եկել կենտրոնանալու կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա, առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք նման մոտեցումը։
Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել ավելի քան 105 միլիարդ դրամի գույք եւ միջոցներ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դատախազությունը դատարանից պահանջել է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ 38 ընկերություններում ունեցած մասնակցություններ։ Պահանջվող գումարի ընդհանուր չափը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ըստ դատախազության ապօրինի եկամուտների մնացորդը, ծախսերը, փոխառությունները եւ այլ գույքային արժեքներ։ Պետական համակարգի աշխատակիցների խրախուսման համար կհատկացվի 5 միլիարդ դրամ, ներդրվում է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ։ Նշված ֆինանսական միջոցները ուղղվելու են պետական մարմինների աշխատակիցների խրախուսմանը, հիմնվելով աշխատանքի արդյունավետության նոր չափորոշիչների վրա։ Իսկ հատկացումները նախատեսված են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխատակիցների գնահատման եւ խրախուսման գործընթացն իրականացնելու համար։ Հայկական ձուկը կարող է հայտնվել եվրոպական շուկայում, կառավարությունը նոր կարգ է հաստատել արտահանման համար։ Հայաստանի ձկնարտադրողները Եվրամիության երկրներ արտահանելու համար այսուհետ կարող են անցնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ստուգում եւ գրանցվեն Եվրամիության Traces վերահսկման համակարգում։ Թեև Հայաստանը դեռ 2025 թվականից ստացել էր Եվրամիության շուկա թեփուկավոր ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվություն, գործնական մեխանիզմները մինչ այժմ հստակ սահմանված չէին։ Նոր կարգը ըստ կառավարության կօգնի արտադրողներին օգտվել եվրոպական շուկայի հնարավորություններից, ընդլայնել արտահանման ուղղությունները եւ արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Թուրքիան եւ Ադրբեջանը փախլավան, բակլավա եւ փախլավա անվանումներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համատեղ հայտ են ներկայացրել։ Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։ Նախկինում թուրքական առաջին արտադրանքը Գազիանթեփի փախլավան է 2013-ին Եվրամիությունում պաշտպանվածի կարգավիճակ ստացել։ Հունաստանը փախլավան շարունակում է համարել հունական ազգային քաղցրավենիք։ Թուրք պատմաբանները սակայն շարունակում են պնդել, որ աղանդերը իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան պալատի խոհանոցներում։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը մեկն է՝ յուրացնելով տարածաշրջանի տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները դրա հիմքի վրա սեփական իբր մշակույթը ձևավորելն է։ Քանի որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստացին ձևավորված կազմավորումներ են, իրենք խնդիր ունեն այդ իբր տարածաշրջանում իրենց բնիկությունը ապացուցելու։ Միացյալ Նահանգները մտադիր է Փենսիլվանիայում մոտ 10 միլիարդ դոլարի ներդրում կատարել սպառազինության արտադրության ոլորտում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել այս մասին, որոշումը հիմնավորելով Իրանում ընթացող պատերազմի պատճառով Թոմահակ թևավոր հրթիռների, ինչպես նաև Պատրիոտ եւ Ֆաթ հակահրթիռային պաշտպանության համակարգերի կայանների մատակարարման ծավալների կրճատմամբ։ Փենսիլվանիայի բանվորներն ու մասնագետները կառուցելու են նավեր, սուզանավեր, բեռնատարներ, արտադրելու են զենք եւ զարգացնելու են այնպիսի արդյունաբերություն, որն Ամերիկային կտա երկրի պատմության մեջ ամենաուժեղ ու հզոր պետության կարգավիճակը։ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը, հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան։ Թեհրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից։ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը։ Թեհրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Նշվում է, որ հարվածների նպատակն է ել ավելի նվազեցնել Իրանի կարողությունը սպառնալու անմեղ նավաստիներին Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին։
Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցի հարցում Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանությունից։ Մեր պայքարը Միացյալ Նահանգների դեմ ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն, ասել է Ղալիբաֆը։ Մենք պատերազմ ենք վարում Միացյալ Նահանգների դեմ եւ այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն։ Ռուսաստանի դեմ ուղված պատժամիջոցների նոր օրինագիծը, որը ներկայացվել է Միացյալ Նահանգների Սենատում, դժոխային անվանումն է ստացել։ Նոր օրինագիծը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից նավթ եւ գազ գնող երկրների ապրանքների նկատմամբ։ Անհատական սահմանափակումներ են նախատեսվում նաեւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների նկատմամբ։ Պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտները՝ էներգետիկ, ֆինանսական եւ պաշտպանական համակարգերը։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Այն կուղարկվի սահմանադրական դատարան, իսկ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու դեպքում կներկայացվի ազգային ժողով։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, հապետությունների զարգացումը։ Համաձայնագրով Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կհիմնադրեն TRIP զարգացման ընկերությունը։ Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ եւ ներգրավել այլ գործընկերների։ TRIP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման եւ կառուցապատման իրավունք նախնական 49 տարի ժամկետով։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, իսկ 26%-ը Հայաստանին։ 49 տարվա ավարտից հետո կողմերի համաձայնությամբ համագործակցությունը հնարավոր կլինի երկարաձգել եւս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը 26%-ից կհասցվի 49%։ Ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Կառավարության նիստի օրակարգային մյուս հարցով էլ ընդունվեցին առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգը։ Սահմանվել են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն Եվրամիության համակարգում գրանցման ենթակա ձկնաբուծական տնտեսությունները, արտադրական եւ պահպանմամբ զբաղվող կազմակերպությունները։ Որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացը անխոչնդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր սննդամթերքի անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքներում սահմանվեր համապատասխան լիազորող նորմեր կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի եւ պահանջների հաստատման նպատակով։ Օրենքները ազգային ժողովի կողմից ընդունվել են եւ արդեն ուժի մեջ են մտել, որից հետո էլ անմիջապես անցել ենք կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը։ Նոր կարգի ներդրումը հնարավորություն կտա հայկական ձկնարտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները եւ նվազեցնել կախվածությունը մեկ ավանդական արտահանման շուկայից։ Սա ՏՄ-ի կողմից տրվող առողջության սերտիֆիկատների եւ Եվրամիության թվային տրանզիտային համակարգին միանալու միջոցով զգալիորեն կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամանակն ու բյուրոկրատական քաշքշուկները։ ՊԵԿ-ի հետ համակարգերի ինտեգրումը տնտեսվարողների համար կստեղծի թափանցիկ եւ կանխատեսելի բիզնես միջավայր, ինչը կխթանի նոր ներդրումների ներհոսքը ագրոպարենային ոլորտ։ Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Մայրաքաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի հյուրանոցային համալիրներից մեկի երկրորդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքերը, ոտքերը եւ բերանը կպչուն ժապավենով կապված։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները վարչության պետի գլխավորությամբ։ Սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իմ տեղեկություններով նաեւ մահացածը օտար երկրացի քաղաքացի է։
Հուլիսի 15-ին ողբերգական վթար է եղել մայրաքաղաքում, վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ինչից հետո նա BMW-ով բախվել է Նորաշեն թաղամասի 14 կոտորակ 61 հասցեի քարե շինությանը։ Փրկարարության Երևանի թիվ 7-րդ թշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս էլ արձանագրել են վարորդի մահը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Ավակյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Հուլիսի 15-ին Լոռու մարզում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա եւ Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են Ռենոն ու Օփել Զաֆիրան։ Վերջինը մասամբ հայտնվել է մայթին, իսկ վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն։ Եվ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Արգիշտի փողոց հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին դիտահորը մի քանի օր է վարորդների համար պատուհաս է դարձել։ Երևանի քաղաքապետարանից ընդամենը մի քանի 100 մետր է հեռու։ Վարորդները շրջանցելով փոսը դառնում են ավտովթարի մասնակից։ Ցերեկները, եթե վարորդները նկատում են, ապա գիշերները հայտնվում են փոսում։ Նույնիսկ ասում են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ է տեղի ունեցել այս փոսի պատճառով, երբ վարորդները փորձել են շրջանցել փոսը, տեսեք, մարդը ով այս մարդուն պատասխան տալու, որ մեքենան վնասվի, տեսեք։